Սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք, որ այսօրվա վերջին հանդիպումն է մեզ մոտ մեկնարկում եւ միմյանց հետ են մրցելու Մոնակոն եւ Լեռնային Արցախը, նշեմ, որ առաջին մրցավեճում այս թիմերի գոլառատ պայքարում Արցախի ֆուտբոլիստները կարողացան հաղթանակի հասնել Մոնակոյի նկատմամբ 6-3 հաշիվը գրանցվեց մեզ մոտ, տեսնենք երկրորդ հանդիպումը ինչպես կավարտվի եւ թիմերից մեկը կանցնի հաջորդ փուլ տեսնում ենք կարծես թե Մոնակոն է դաշտի կենտրոնից սկսելու հետաքրքիր հանդիպում եմ մաղթում ձեզ Եվ տեսնում ենք հիմա խաղը մեկնարկեց, ես էլ անցնեմ ներկայացնեմ թիմերի մեկնարկային կազմերը Մոնակոյի դարպասը պաշտպանում է համար 1 Մեսրոպ Բլնդոյանը, համար 2 Դանիել Սալովու, համար 5 Սմութ Պերեդե, համար 7 Վահե Սարգսյան, համար 8 Արթուր Հակոբյան, համար 10 Աղվան Գրիգորյան, համար 11 Գևորգ Մկրտչյան, համար 14 Սուրեն Մոսյան, համար 15 Դավիթ Սարգսյան, հիմա առաջին հարվածը տեսանք այս խաղում Մոնակոյի ֆուտբոլիստի կողմից Արթուր Հակոբյանը կատարեց եւ առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղի համար 20 Հայկաս Օանյան եւ համար 22 Նելսոն Հարությունյան հիմա այս ստանդարտին դիտենք փոխանցում հեռացված է գնդակը Մանգասարյանը հեռացրեց գնդակը բայց մնալու է Մոնակոյի մոտ փոխանցում եւ Սալավուն այստեղ սխալվեց Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը համար 17 Կարեն Շարգերտյան համար 9 Կամո Մանգասարյան համար 10 Արսեն Սարգսյան համար 11 Մարատ Կարապետյան համար 14 Ալեն Սարգսյան համար 15 Տիգրան Համբարձումյան համար 18 Հարութ Մանգասարյան համար 22 Միքայել Առաքելյան եւ համար 77 Արամ Կոստանդյան Տեսնում ենք, որ ակտիվ են մեկնարկել հանդիպումը Մոնակոյի ֆուտբոլիստները փորձում են արագ հանդիպան հաշիվը բացել, բայց նորից հրաշալի գործեցին պաշտպանությունում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Հակոբյանի փոխանցումը այստեղ չստացվեց Եվ հիմա խոտածածկին է հայտնվել, տեսնում ենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստը Բայց ամեն ինչ կարգին է հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստի մոտ խաղը շարունակվում է Սալավուի փոխանցումը ուժեղ ստացվեց Պերեդյային վերջինս չկարողացավ ֆիքսել գնդակը Պերեդյան կարողացավ խլել գնդակը հիմա այստեղ պայքար է ընթանում խաղադաշտում հիմա էլ սխալվում է այստեղ Մոնակոյի ֆուտբոլիստը հարված առաջին հարվածը հիմա էլ տեսանք Լեռնային Արցախի կողմից հրաշալի անցում հիմա Պերեդյայի կողմից Պերեդյա կենտրոնում է փոխանցում Հակոբյանին Հակոբյան փոխանցումը ուժեղ էր Արթուր Հակոբյանին Այլ երկար փոխանցում չստացվեց Էրիկ Խաչատրյանի
Գերազանց պաշտպանությունում գործեց Էրիկ Սարգսյանը, բայց ի վերջո կարողացավ հեռացնել գնդակը Բլնդոյանը։ Մանգասարյանը հրաշալի հիմա երկու թիմակիցների միջև պայքարում հաղթող դուրս եկավ։ Լավոն փոխանցում Պերեդյեին։ Նորից Մոնակոն է անցել գրոյի Պերեդյե փոխանցում Կոստանցյանն է պաշտպանությունում այստեղ է լավ գործում։ Անկյունային կտեսնենք Արցախի դարպասին։ Սալավուն է գնդակի մոտ։ Փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը։ Անցնում է գրոյի Արցախը, Սարգսյան, Շագելջյանի հետ խարկեց, նորից Սարգսյան, Մանգասարյան և հիմա էլ Մանգասարյանի փոխանցում այստեղ հասցեատեր չունեցավ։ Կա փոխանցում դեպի Պերեդյեին, բայց ուժեղ էր այս փոխանցումը Մոնակոյի ֆուտբոլիստի։ Հրաշալի խմբային փուլ անցկացրեց նշեմ Լեռնային Արցախը, առաջին հորիզոնականը զբաղեցրեց իր խմբում։ Հրաշալի անցում Պերեդյեի կողմից, Պերեդյե թողնում է ընդակը այստեղ Հարությունյանի հարվածը բարձր ընթացավ։ Նշեմ, որ այս զույգի հաղթողը մրցելու է Բորուսիա Մյունխեն-Գլադբախ հետ, վերջինս կարողացավ հաղթանակի հասնել 1-8 եզրափակում Վոտֆորդի նկատմամբ։ Հրաշալի անցում փոխանցում վտանգավոր էր Հակոբյանի փոխանցումը և նորից Մոնակոյին է գնդակը, Պերեդյեն է ձախ եզրում։ Արկում է թիմակս է, թիմը անաջող փոխանցում այստեղ Մոնակոյի ֆուտբոլիստի կողմից։ Տեսնում ենք մի փոքր խաղի տեմպը ընկած է։ Երկար փոխանցում Հարությունյանին արված և պրկեց իր թիմին Խաչատրյանը այստեղ հրաշալի փոխանցում տեսանք ուղղված Հարությունյանին, բայց պրկեց իր թիմին Էրիկ Խաչատրյանը հրաշալի սեյվով։ Տեսնում ենք այս պայն մի փոքր առավելություն ունի Մոնակոն Լեռնային Արցախի նկատմամբ, թե տարածքային, թե հարվածների առումով։ Արցախն էր անցել գրոյի, բայց այստեղ կոպիտ գործեց հիմա Մանգասարյանը Սալավուի հետ պայքարում։ Ամեն ինչ կարգին է Մոնակոյի ֆուտբոլիստի մոտ։
Էլ Սարգսյանի փոխանցումը ուժեղ ստացվեց։ Կարողացան տեսնում ենք հենց խաղի մեկնարկում թիմերից ոչ ոք հաշիվը բացել։ Նորից անցել է գրոյի Մոնակոն Հակոբյան փոխանցում պահում է իր մոտ գնդակը հիմա Հակոբյանը աչեզրում է անցում Մանգասարյանը վերցրեց գնդակը եւ հակագրով կարող ենք տեսնել Լեռնային Արցախի կողմից Կարապետյան փոխանցում, բայց շտապեց մի փոքր այս իրավիճակում Մարատ Կարապետյանը Գրում է Լեռնային Արցախը Մարատ Կարապետյան փոխանցում Սարգսյանն է հեռացնում գնդակը ստեղել թիմը Բայցին ի վերջո գնդակը իրենց մոտ Մոնակոյի ֆուտբոլիստները և Դավիթ Սարգսյանի փոխանցումը անհաջող էր Սարգսյան գեղեցիկ փոխանցում Դեպի Կարապետյանին մի փոքր հանգստացրեցին խաղը այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները անցում Աշ Կարապետյանին Կարապետյան այդ պայքարում հիմա լավ գործեց Պերեջեն եւ շարժվում է առաջ մոտ Պերեջեն հրաշալի անցում հարված եւ Խաչատրյանն է փրկում իր թիմին նորից վերահաս գոլից հրաշալի գործեց տեսնում ենք Սմութ Պերեջեն բայց ոչ պակաս գեղեցիկ սեյվի հեղինակ դարձավ Էրիկ Խաչատրյանը հիմա էլ Արցախն է գրոհում փոխանցում Հակոբյանը հիմա պաշտպանությունում լավ գործեց նորից անցավ գնդակը Արցախին Սարյան փոխանցում հարված Եկար փոխանցում Հարությունյանին չկարողացավ, բայց գնդակը իր մոտ Հարությունյանը հեռացված է գնդակը, բայց Մոնակոն իր մոտ գնդակը Պերեջը խաղարկում է Սարգսյանի հետ, Սարգսյանը այստեղ չկարողացավ ֆիքսել գնդակը, անցնում է նորից Լեռնային Արցախին գնդակը, Շարգելձյան, Մանգասարյանի հետ է հրաշալի խաղարկում, Շարգելձյանը արված և պրկեց իր թիմին, Նեստո Բլնդոյանը այս դրվագում անկյունային ենք տեսնելու Մոնակոյի դարպասին հրաշալի հարված կատարեց Կարեն Շարգելձյանը Կարապետյանն է խաղարկում անկյունայինը փոխանցում Տուգարային հրապարակ և ոչ ոք չդիպավ գնդակին այստեղ արագ խաղարկեցին հիմա Մոնակոյի ֆուտբոլիստները հրաշալի փոխանցում Պերեջը շարժվում է առաջ հարված նորից Խաչատրյանն է փրկում իր թիմին և որսում գնդակը այստեղ Էրիկ Խաչատրյանը հրաշալի գրոհ հիմա էլ տեսանք Մոնակոյի կողմից նորից ուղիղ վրան հարված է Սմութ Պերեջեն Էրիկ Խաչատրյանի Էլ հերվից հարված տեսանք Արսեն Սարգսյանի կողմից, բայց շեղ էր նրա հարվածը Փոփոխություն տեղի ունեցավ տեսնում ենք Մոնակոյի կազմում Սադաշտը լքեց Նելսոն
Հարությունյանը եւ դաշ դուրս եկավ Հայկ Ազոհանյանը։ Երկար նետում ենք տեսնում հիմա Մոնակոյի ֆուտբոլիստի կողմից։ Պերեջեն նորից անզիջում պայքար առաջարկեց այստեղ էլ Սալավուի հարվածը բարձր անցավ, ընթացքից հարված կատարեց Դանիել Սալավուն։ Կոստանդյանի անցումը չստացվեց, բայց պահեց իր մոտ Կոստանդյանը եւ փոխանցումը ուժեղ ստացվեց Արամ Կոստանդյանի։ Հրաշալի խլեց գնդակը այստեղ։ Այն Արցախի ֆուտբոլիստը Կարապետյան փոխանցում է կատարում Մանգասարյանին, Մանգասարյան փոխում է գրոյի եզրը։ Կարապետյանն է հիմա կենտրոնում հայտնվել, հրաշալի փոխանցում Մանգասարյանին, փոխանցում եւ վրիպում է հիմա Հարութ Մանգասարյանը այստեղ։ Գեղեցիկ խաղարկումներ տեսանք Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի կողմից, բայց վերջին պահին վրիպեց հրաշալի դիրքից Հարութ Մանգասարյանը, ինչև է անցյալում այդ դրվագը հիմա Մոնակոն է անցել գրոյի Սալավու, բայց Կոստանդյանն է հիմա էլ պաշտպանությունում հրաշալի գործում այստեղ Հանակում է Մոնակոյի մոտ մնալ գնդակը Օհանյանը արված պաշտպանին դիպչեց գնդակը այստեղ եւ անկյունային կտեսնենք Լեռնային Արցախի դարպասին Երեջեն է հիմա գնդակի մոտ, տեսնենք Մոնակոյի ստանդարտը խաղարկեցին Տակը նորից Պերեջե Հետ փոխանցում կատարեց Տուկանային հրապարակ բռունցքներով հեռացնում է այստեղ էլ Խաչատրյանը Կոստանդյանն է նորից լավ պայքար առաջարկում Կարապետյան եւ մինչեր սա գնդակին էր խաղացելի վերջո Էրիկ Սարգսյանը այստեղ եւ հարված կտեսնենք Մեսրո Բլնդոյանի դարպասից 17-րդ րոպեն է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ հաշիվը դեռ բացված չէ Հետաքրքիր հանդիպում է ընթանում հավասար պայմաններում, հավասար պայքար Տեսնենք ի վերջո թիմերից ով առաջինը հանդիպան հաշիվը կբացի Հրաշալի փոխանցում տեսանք Պերեջեից Սալավուին, Սալավուն ձախ-եզրում է պահեց գնդակին մոտ, փոխանցում Խաչատրյանը, գործած գնդակ եւ արագ նետեց դեպի Կարապետյանը շարժվում է առաջ, Մարատ Կարապետյանը կենտրոնում է Կարապետյանը հրաշալի անցում տեսանք Մարատ Կարապետյանից եւ հարվածը վերջին պահին չստացվեց Մարատ Կարապետյանի, ուղղակի Կենտրոնով հրաշալի սլացավ առաջ Մարատ Կարապետյանը Նորից շարունակում է Լեռնային Արցախի գրոհ Սարգսյան եւ չկարողացավ հիմա էլ Արսեն Սարգսյանը հարվածել Փոխնի փոխ գրոհներ ենք տեսնում այս րոպեների ընթացքում թիմերի կողմից Պերեջենը հիմա էլ գեղեցիկ քննարկ կատարեց Սմութ Պերեջեն Ի վերջո կարողացավ այս դրվագում եզրային նետում կորզել
Մոնակոն Բլնդոյանն է հեռացնում գնդակը Հաշալի խաղարկեցին Արցախի ֆուտբոլիստները Կարապետյանը հարված Բլնդոյանը փրկում է իր թիմին Տեսնում ենք այսօր շատ են համագործակցում միմյանց հետ Սալավուն և Պերեձեն, հիմա վերջինս փորձում էր գնդակը խլել, բայց Սալավոյի մոտ է հայտնվում գնդակը Օհանյանն է կենտրոնում փոխանցում, հրաշալի թողեց Սալավուն գնդակը այստեղ Պերեձեին, ձախեզրում է վերջինս փոխանցումը հարված շեղ հարվածեց հիմա այստեղ Վաչե Սարգսյանը Հերթական գրոներից մեկն է փորձում կազմակերպել այս խաղում Լեռնային Արցախը Խաչատրյանի մը վտանգավոր էր Խաչատրյանի փոխանցումը սխալ էր այստեղ Օհանյան, բայց վերջո կարողացան վերցնել գնդակը այստեղ Երիկ Խաչատրյանը Հիմա էլ Կոստանդյանն է հայտնվել խոտածածկին Կոստանդյանի մոտ ամեն ինչ կարգին է, տեսնում ենք խաղը շարունակվում է Հանգասարյանը հետ ուղարկեց դեպի Խաչատրյանին գնդակը, Խաչատրյանն երկար փոխանցում Կարապետյանին, լավ կասեցում Կարապետյանի կողմից, այստեղ էլ Պերեձեն է հիմա հրաշալի գործում Քորյանն է այստեղ էլ պայքարում Կոստանդյանի հետ, բայց հեռացրեց գնդակ ուղղակի Արամ Կոստանդյանը այստեղ Դանի Այլ Մանգասարյանը արագ խլեց գնդակը Կարապետյան շարժվում է առաջ Մարատ Կարապետյանը կենտրոնում Սարգսյանն է խաղարկում է Սարգսյանի հետ Սարգսյանի Փոխանցումը չստացվեց Մայլ Սալավուի հարվածը շեղ ընթացավ Խաղարկեցին այստեղ Արցախի ֆուտբոլիստներին նորից Կարապետյանի փոխանցումը չստացվեց Սալավու փոխանցում Մանգասարյանն է կանգնում այս փոխանցման ճանապարհին Նորից Սալավու հարված, բայց թույլ էր Դանիել Սալավուի հարվածը Երկար հիմա փոխանցում Խաչատրյանից ուղղված Սարգսյանին վտանգավոր էր Հարկեցին այս եզրային նետումը Օհանյանը հարված կատարեց նորից պաշտպաններին իջեց գնդակը հրաշալի փոխանցում Սալավուից ուղղված էր Սարգսյանը, բայց նորից վերցնում է գնդակը Երիկ Խաչատրյանը Վերջին րոպեն է մեզ մոտ ընթանում առաջին խաղակեսի հաշիվը դեռ բացված չէ Արցախն է անցել գրոյի Կոստանդյանը լավ թողեց գնդակը Կարապետյանին նորից Կոստանդյան հարված շատ շեղ հարված հատարեց հիմա այլ Հարամ Կոստանդյանը այս դրվագում
Օնյանի արվածը և ֆանտաստիկ գոլ եղինակ է դառնում։ Հայկ Ազոհանյանը 1-0։ Հայկ Ազոհանյան ֆենոմենալ գոլ եղինակ դարձավ առաջին խաղակեսի վերջում Մոնակոյի ֆուտբոլիստը և հանդիպան հաշիվը բացեց, ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 6-4 օգուտ Լեռնային Արցախի, անկյունային են վաստակել Մոնակոյի ֆուտբոլիստները, հեռացված է գնդակը, Կարապետյանն է աչեզրում շարժվում առաջ և վեր սիրելի ֆուտբոլասերներ, առաջին խաղակեսը մեզ մոտ ավարտված է 1-0 հաշվով այս պայն Մոնակոն հաղթում է Լեռնային Արցախին, ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք երկրորդ խաղակեսը, տեսնում ենք, որ մեկնարկել է և առաջին խաղակեսից հետո 1-0 հաշվով այս պայն հաղթում է Մոնակոն Լեռնային Արցախին, վերջին րոպեին առաջին խաղակեսի դաշտի կենտրոնից հրաշալի գոլ եղինակ ուղղակի դարձավ Հայկ Ազոհանյանը, բացելով հանդիպման հաշիվը, ընդհանուր դիմակայության հաշիվն է 6-4, տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա, հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, Մոնակոյի դարպասը պաշտպանում է համար 1 Մեսրոպ Բլնդոյանը, համար 2 Դանիել Սալավու, համար 5 Սմութ Պերեդյե, համար 7 Վահե Սարգսյան, համար 8 Արթուր Հակոբյան, համար 10 Աղվան Գրիգորյան, համար 11 Գևորգ Մկրտչյան, համար 12 Էրիկ Սարգսյան, համար 14 Սուրեն Մոսյան, համար 15 Դավիթ Սարգսյան, համար 20 Հայկ Ազոհանյան և համար 22 Նելսոն Հարությունյան։ Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 9 Կամո Մանգասարյան, համար 10 Արսեն Սարգսյան, համար 11 Մարատ Կարապետյան, համար 14 Ալեն Սարգսյան, համար 17 Կարեն Շարգելձյան, համար 18 Հարութ Մանգասարյան, համար 15 Տիգրան Համբարձումյան, համար 22 Միքայել Արաքելյան, համար 77 Արամ Կոստանդյան։ Լեռնային Արցախ տեսնում ենք անցել գրոյի հրաշալի փոխանցում Մանգասարյանին հարված, բարձր է հարվածում Կամո Մանգասարյանը այստեղ։ Սալավուն է սխալվում այստեղ, բայց թիմակիցը շտկեց իր Սալավուի սխալը։ Շաքրյան երկար փոխանցում Շահագելձյանին, հրաշալի էր Սարգսյան, հրաշալի անցում հիմա Սարգսյանից փոխանցում, բայց ուժեղ ստացվեց ի վերջո Արսեն Սարգսյանի փոխանցումը։
Մանգասարյանն է շարժվում առաջ, թողնում է Հյուս Մանգասարյանին, հերվից հարված շեղ հարվածեց Հարութ Մանգասարյանը, հարված կլինի Մեսրոպ Բլնդոյանի պաշտպանած դարպասից, Սարգսյան լավ խաղարկում Սարգսյանի հետ, բայց Սարգսյանն է շարժվում առաջ, փոխանցում Պերեցյանը և անաճող գործեցին այս իրավիճակում Մոնակոյի ֆուտբոլիստները Սարգսյանն է շարժվում առաջ, ձախ եզրից եկավ օգնության Կամո Մանգասարյանը, բայց հրաշալի հիմա Սուրեն Մոսյանը խլեց գնդակը և շարժվում է առաջ հիմա Սուրեն Մոսյանը հրաշալի անցում նորից կենտրոնում է Մոսյանը հարված և շեղ է հարվածում վերջին պահին Սուրեն Մոսյանը հրաշալի եզրափակում կարող ենք տեսնել Սուրեն Մոսյանից այս դրվագում միայն նրան գոլն էր պակասում, բայց հարվածը նրա շեղ ընթացավ Արցախի գրող չստացվեց, ստեղ հեռացում Ամե դրվակ իր մոտ Պերեձեն, փոխանցում Օղանյանին հրաշալի է տեսնում ենք այսօր գործում, խաղադաշտում Այգազ Օղանյանը, Սալավու փոխանցում և այ Սարգսյանը չկարողացավ այստեղ եզրափակել իր թիմի գրող Տեսնում ենք, որ այս խաղակեսում էլ չկարողացան թիմերից ոչ ոք արագ դոլեղինակ դառնալ Սարգսյանի հրաշալի փոխանցում հիմա տեսանք Մանգասարյանից և 11 մետրանոց է նշանակում խաղի մրցավարը Մոնակոյի դարպասին կարծես թե տեսնենք վիճում են թիմերը խաղի մրցավարի հետ ի վերջո ինչ որոշում կկայացնի խաղի մրցավարը գալիս է դիտելու խաղի դրվագը տեսնենք վերջնական որոշումը խաղի մրցավարի տեսնում ենք որոշումը կայացրել է խաղի մրցավարը և 11 մետրանոց է նշանակում Մոնակոյի դարպասին հիմա լավ հնարավորություն Լեռնային Արցախի համար հավասարեցնելու այս հանդիպման հաշիվը և տեղին քարտ ստացավ ի վերջո այս դրվագի համար Դանիել Սալավուն տեսնենք ով է հարվածելու Կարեն Շագելձյանն է վերցրել գնդակը Շագելձյանն ընդդեմ Բլնդոյանի Սուլի չկա Շագելձյան փափուկ հարված բայց փրկեց Բլնդոյանը իր թիմին պանենկա ոճով հարված կատարեց այստեղ Կարեն Շագելձյանը և կռայեց ի վերջո Մեսրոպ Բլնդոյանը ինչպես է հարվածելու Կարեն Շագելձյանը Հաշիվը մնում է մեզ մոտ անփոփոխ 1-0 հաշվով Մոնակոն հաղթում է այս խաղում այս հնարավորությունից չկարողացավ օգտվել Լեռնային Արցախը Սարգսյանը խլեց գնդակ այստեղ շարժվում է առաջ Արսեն Սարգսյան Բլնդոյանը նորից փրկում է իր թիմին երկրորդ անգամ փրկեց իր թիմին Փառեղ երկու սև հեղինակ դարձավ Մեսրոպ Բլնդոյանը, մեյլ հակը գրովում է Մոնակոն Օհանյան, բայց Կոստանդյան այստեղ
Լավ խլում կատարը շարունակում է մնալ Մոնակոյի մոտ բարձր է իմայլ մի փոքր հարվածում հերվից Ֆերիկ Սարգսյանը շատ վտանգավոր էր հիմա տեսնում եք այս րոպեների կատարված իրադարձությունները երկու թիմերի կողմից բայց ամենա հաջող այս ասած Բա Մեսրո Բլնդոյանի կատարած սեյվերն էին Հերթական գրողն է սկսում իր թիմի Լեռնային Արցախը այստեղ Կոստանդյանի փոխանցումը չստացվեց Սարգսյանից երկար փոխանցում հեռացնում է գնդակը Կոստանդյանը Պերեձեն է հիմա էլ շարժվում առաջ Պերեձե փոխանցեց Հարությունյանին հիմա էլ Խաչատրյանն է սեյվի հեղինակ դառնում եւ անկյունային կտեսնենք Լեռնային Արցախի դարպասին Պերեձեն հիմա էլ գնդակի մոտ փոխանցում տուգանային հրապարակ Կոստանդյանը նորից հաջող գործեց պաշտպանությունում Հրաշալի հանդիպում է անցկացնում Լեռնային Արցախի ֆուտբոլիստը այսօր Խանցում նորից Պերեձեին Պերեձե եւ Օհանյանի հարվածը չստացվեց այստեղ էլ հիմա էլ Հայկանները խախտեցին Կոստանդյանի հետ պայքարում Վնասել է ոտքը տեսնում ենք այստեղ Արամ Կոստանդյանը Սարգսյանը հիմա հերվից հարված կատարեց, բայց Բլնդոյանը տեղում է Հենց սխալվում է պաշտպանությունում Մոնակոյի ֆուտբոլիստը նորից գեղեցիկ սեյվի հեղինակ դարձավ Մեսրո Բլնդոյանը Կարապետյանի հարվածից հետո Աղվան Գրիգորյանը Հանաջող գործեց իրենց տուգանային սահմաններում եւ փրկվում է նորից Մոնակոն վերահաս գոլից Մեսրո Բլնդոյանի շնորհիվ փոխանցում հիմա տուգանային հրապարակ նորից հեռացված է Գնդակը Մանգասարյան նորից անկյունային կտեսնենք Մոնակոյի դարպասին Ֆանտաստիկ դարպասապա ունի Մոնակոն Փոխանցում նորից տուգանային հրապարակ այստեղ էլ Հարությունյանն է հեռացնում նորից անկյունային երրորդ անընդմեջ անկյունայինը Մոնակոյի դարպասին Շարունակվում է գրող Արցախի փոխանցում Հաջող չէր այս փոխանցումը Համբարձումյանի, բայց այստեղ լավ գործեց, բայց հաջող չհեռացրեց Խաչատրյանը հիմա գեղեցիկ գործեց այստեղ հիմա շարժվում են նորից Արցախի ֆուտբոլիստները փոխանցում եւ Կարապետյան վերցնում է նորից Բլնդոյանը գնդակը արագ նետում կատարում Սարգսյան փոխանցում է Պերեդեին, Պերեդե հարված է պետք կատարել Պերեդե ուշացրեց հարված այստեղ Սմուտ Պերեձեն հնարքների է գնում Սմուտ Պերեձեն, բայց սխալվում է այլ հակագրող կարող է լինել Լեռնային Արցախի կողմից Շագելձյան աչեզրում է Կարապետյանը, Կարապետյան տեսնենք Սարգսյանը այստեղ խլեց նրանից գնդակը շարժվում է հիմա Սարգսյանը առաջ Սարգսյանը այստեղ էլ սխալվեց Այլ անցնում է Արցախը գրոյի Կարեն Շագելձյան ձախից
Օջաչից Սարգսյանը թողնում է Կարապետյանը հարված փակեցին Կարապետյանի հարվածը նորից հիմա կարող է նորից հակագրով լինել Մոնակոյի կողմից ինչ հանդիպում է հիմա Աթանում երկու թիմերի կողմից Հարությունյան Աչեզում է փոխանցում հարված բարձր է հարվածում այստեղ Դավիթ Սարգսյանը խելայ հանդիպում է ընթանում այս րոպեներին Նորից գրովում են Մոնակոյի ֆուտբոլիստները Հարությունյան շեղի հարված այստեղ Ներսոն Հարությունյանի շտապեց մի փոքր Հարությունյանը Հանգստացնում են մի փոքր խաղի տեմպը այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Այլ խաղթում այստեղ Մոնակոյի ֆուտբոլիստի հետ պայքարում, բայց այնտեղ մոտացած կին է հայտնվել Լեռնային Արցախի ֆուտբոլիստը Սալավում է տեսնում ենք մտել խաղադաշտ հենց նա է Տուգանայինը իրացնելու կարծես թե Սալավու թողնում է Սարգսյանին Սարգսյան փոխանցումը փակված է Երիկ Սարգսյանի հիմա հրաշալի անցում Սարգսյանից տեսնենք փոխանցում Տուգանային հրապարակ Կոստանդյանն է պաշտպանությունում նորից հրաշալի գործում Այդ Սարգսյանը երկար փոխանցում կատարեց Կարապետյանին, բայց չկարողացավ ֆիքսել իր մոտ գնդակը Մարատ Կարապետյանը Հանցում նորից և հանգիստ վերցնում է Խաչատրյանը գնդակը և երկար նետում դեպի Շահագելձյանը ինչպիսի նետում կատարեց հիմա Էրիկ Խաչատրյանը Ֆենոմենալ էր ուղղակի Արագ խաղարկում տեսանք Դուրս էր եկել Բլնդոյանը տեսնում ենք Դարպասից կարող էր պատժվել այստեղ Մոնակոն Բայց նորից փրկվեց վերահաս գոլից Սալավուն է իմ էլ շարժվում առաջ թողնում է թիմակցին Գնդակը փոխանցում այստեղ Համբարձումյանը լավ գործեց պաշտպանությունում Սալավու Լենա, ես չեմ կպեմ 100% չեմ կպեմ Հրաշալի անցում տեսանք Դանիել Սալավուից Փոխանցում Տուգանային հրապարակ նորից Խաչատրյանը վերցնում է արագ նետում կատարում Սարգսյան կարողացավ պահել իր մոտ գնդակը արագ խլում տեսանք նորից Մոնակոյից ակտիվացել են այս րոպեների ընթացքում տեսնում ենք Մոնակոյի ֆուտբոլիստները Հակոբյան թողնում է Սալավուին Սալավու նորից երկար փոխանցում Խաչատրյան վտանգավոր գործեց բայց ի վերջո հեռացնում է գնդակը այստեղ էլ Սարգսյանը ապահովության համար հեռացնում է գնդակը Գագելձյանն է մեր կենտրոնում լավ խաղարկում Մանգասարյան պետք է գրավել դարպասը արված և գոլ Կամո Մանգասարյան 1-1
Քամո Մանգասարյան 1-1 հավասարվեցված է հանդիպման հաշիվը գեղեցիկ գրող կազմակերպեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները ի վերջո ներողություն կարողացան այս խաղում հասնել արդյունքի գրավելով Մեսրոպ Բլնդոյանի դարպասը ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 7-4 նորից 3 գնդակի առավելությունը պահպանում է Լեռնային Արցախը Սարգսյանը կենտրոնում սխալվում է Մոսյան հարվածը փակեցին Սուրեն Մոսյանի Սալավու փոխանցում Թիմակցին նորից Սալավու փոխանցում Տուգանային հրապարակ այստեղ էլ Համբարձումյանը հաջող հեռացրեց գնդակը Պահում է վերջինս գնդակը և փոխանցում մյուս եզր Կարապետյանի, շարժվում է առաջ Կարապետյանը, բայց անհաջող գործողություն հիմա տեսանք Մարատ Կարապետյանի կողմից, շատ քիչ ժամանակ է արդեն մնացել հանդիպման ավարտին, 1-1 է հանդիպման հաշիվը, Մել գերազանց խլում կատարեց այստեղ Կարեն Շահագելձյանը, կարող հիմա հակագրո էր Լեռնային Արցախը, բայց չի շտապում Սարգսյանը, ի վերջո փոխանցեց Կարապետյանին, Կարապետյան Սարգսյանը նորից հրաշալի գործեց Մարատ Կարապետյանի հետ պայքարում Սարգսյան Մանգասարյանն է նրա հետ պայքարում խախտում կատարում Հարակ խաղարկեցին այստեղ ստանդարտը Մոնակոյի ֆուտբոլիստները, տեսնենք հարված կլինի թե ոչ Շարունակում է գնդակով Մոնակոն մնալ Սալավու փոխանցեց մյուս եզր Տեսնենք Նորից Սալավու և Ինչպիսի հիմա դիրքից Թույլ հարված կատարեց Դանիել Սալավուն Չես սիրում, բայց գալիս ես տենց ես։ Բայց ինքն իրաց դու չենք խոսում։ Իրա դու հետևից բրդում ես։ Ուրեմն ճիշտ խոսա։ Ասում ճիշտ խոսա։ Խախտում էր գրանցվել այստեղ Արսեն Սարգսյանի պայքարում։ Միշա, տոլ, ծիգոյում։ Կամա։ Սարգսյան փոխանցեց Կարապետյանին Լավ խաղարկում հիմա Շահագելձյանի կողմից Կարապետյան և չստացվեց Կարապետյանի փոխանցումը Վերեջենը շարժվել առաջ թողնում է թիմակցին տեսնենք հարված և շեղը հարվածում նորից Սուրեն Մոսյանը հրաշալի գրող տեսանք Մոնակոյի կողմից Սալավույի փոխանցումը ուժեղ ստացվեց Սալավուն է նորից շարժվում առաջ, տեղ ազատվել է ձախեզրում, Պերեձեն փոխանցում ծանաջող գործում է Խաչատրյանը, բայց հրաշալի վերջում հեռացրեց գնդակը,
Մոսյանն է նորից գնդակով խաղում է Սարգսյանը հետ այստեղ վերջին գրողներից մեկը կարող է լինել այս խաղում նորից փոխանցում է Անաջողը Մոնակոյի կարծես թե ի վերջո Լեռնային Արցախը լուծում է այս դիմակայության ելքը եւ կմրցի քարտ եզրափակում Բորուսիայի Մյունխեն-Գլադբախի հետ հրաշալի մրցակից բաժին հասել ներողություն Լեռնային Արցախին դժվար հանդիպում է սպասում Արցախին հիմա Հարությունյանը հարված կատարեց բայց Խաչատրյանը որից փրկում է իր թիմին վերջին գրողը կարող է լինել հիմա տեսնում ենք Բլնդոյանն է անգամ եկել Լեռնային Արցախի կիսադաշտ փոխանցում Տուգանային հրապարակ եւ Համբարձումյանն է հեռացնում գնդակը Խարկումներ Մոսյան փոխանցում արված նորից Խաչատրյանն է որսում գնդակը եւ վերջ հանդիպումն ավարտված է սիրելի ֆուտբոլասերներ ոչ ոքի ի վերջո ավարտվեց այս հանդիպումը 1-1 հաշվով կարողացավ Լեռնային Արցախը անցնել քառորդ եզրափակիչ եւ մրցելու է Բորուսիա Մյունխեն-Գլադբախի հետ հետաքրքիր հանդիպում ստացվեց այսօրվա համար պատրաստել էինք այսքանը բարի գիշեր եւ ամենայն բարիք